Այդուամենայնիվ, նախնական արդյունքներով Նիկոլ Փաշինյանը պահպանում է իշխանությունը, բայց չի ստանում այն մեծամասնությունը, որը թույլ կտար միանձնյա փոխել սահմանադրությունը։ Իսկ ընդդիմության համար գլխավոր հարցն արդեն ոչ թե ընտրության արդյունքն է, այլ մասնակցել նոր խորհրդարանին, թե հրաժարվել մանդատներից եւ պայքարը տեղափոխել խորհրդարանից դուրս։ Ինչ սցենարով կարող է ընդդիմությունը փոխել խաղի կանոնները, Անի Աբաղյանն է ուսումնասիրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց արդեն ձևավորվում է նոր խորհրդարանի քաղաքական պատկերը, թեև դեռ հնարավոր են վերահաշվարկներ եւ տեխնիկական շտկումներ։ Նախնական տվյալներով քաղաքացիական պայմանագիրը ունի 64 մանդատ, Ուժեղ Հայաստանը 29, Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Ինչ հնարավորություն է ստանում քաղաքացիական պայմանագիրը 64 մանդատով։ Հայաստանում 64 մանդատ ունեցող քաղաքական ուժը համարվում է միանձնյա մեծամասնություն, այսինքն քաղաքացիական պայմանագիրը կարող է ինքնուրույն ձևավորել կառավարություն, ընտրել վարչապետ եւ հաստատել կառավարության կազմը։ Նաև այդ ուժը վերահսկում է օրենսդրական գործընթացը, կարող է ընդունել օրենքները եւ ձևավորել խորհրդարանական օրակարգը։ Բայց կա մեկ կարևոր սահմանափակում։ Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ է 2/3 մեծամասնություն, մոտ 70 մանդատ, ինչը նշանակում է, որ այդ հարցում ՔՊ-ն չի կարող կատարել այն, ինչ վերջին տարիներին անդադար հայտարարում է։